Ճակատը սպնդել եմ, ուրեմն գնալ եմ մինչև վերջ։ Բուժառուի մոտ հայտնաբերված չարորակ գոյացությունը ընդգրկում էր ոչ միայն ամբողջ ենթաստամոքսային գեղձը, այլև փայծախային անոթները դիաֆրագման։ Այս դեպքում միակ ճիշտ լուծումը վիրահատական միջամտությունն էր, քանի որ դեղորայքային եւ ճառագայթային բուժումը անզոր էին։ Բուժառուն նախկինում ունեցել էր նաեւ ստամոքսի քաղցկեղ եւ երկարատև պայքարել այդ հիվանդության դեմ։ Վիրահատական միջամտությունը բավականին ծավալային էր, երկրորդ անգամ արդեն իսկ որը պետք է կատարվեր եւ իրեն մեջ ընդգրկեց ենթաստամոքսային գեղձի մարմնի եւ պոչի հեռացում փայծախի հետ միաժամանակ, դիաֆրագմայի ոտիկի հեռացում, ձախ ոտիկի դիաֆրագմայի գմբեթի հեռացման հետ միաժամանակ, ինչպես նաեւ աորտայի եւ սիներակի ամբողջ ընթացքում բոլոր հյուսվածքների լիմֆատիկ հանգույցների հեռացում։ Ուռուցքի բարդ տեղակայման եւ նախկին վիրահատության փաստը հաշվի առնելով միջամտությունը կատարվել էր բաց եղանակով։ Եվ կարող եմ նշել, որ անկախ տվյալ ամբողջ ծավալի հեռացմանը, հետվիրահատական շրջանը նման պացիենտների մոտ 25-ից մինչև 40% դեպքերում միջազգային ստատիստիկ տվյալներով բարդություններով են ուղեկցվում։ Բարեբախտաբար մենք այդ ստատիստիկ տվյալների մեջ չհայտնվեցինք մեր պացիենտի հետ միաժամանակ եւ հետվիրահատական 10-րդ օրը պացիենտը արդեն իսկ դուրս գրվեց կլինիկայից։ Բուժառուն իրեն լավ է զգում եւ առաջիկայում կսկսի հետվիրահատական բուժումները։ Հիմա ես դրախտի մեջ եմ, ոնց ասեմ, դրախտը սուտ կլի, դեռ հալա պոլնասյու չեմ վերականգնվել, բայց ես ինքս քայլում եմ, ես ինքս գնում եմ հարցեր լուծում եմ, ուտել պահը արդեն հաց եմ ուտում։ Ցավոք սրտի մենք որևէ ձև չենք կարող կանխագուշակել հիվանդությունները, որոնք առաջանում են ենթաստամոքսային գեղձում, իրենք բավականին իհարկե, եթե խոսքը չի գնում բարորակ հիվանդությունների մասին, այո, գեղձի բորբոքման, պանկրեատիտների առաջացման, որոնց հիմնական պատճառը դա խմիչքներն են, եւ ալկոհոլային խմիչներն են, ինչպես նաեւ սննդակարգի խանգարումներ, որի հետևանքով տվյալ գեղձի բորբոքումներ առաջանում, բայց ուռուցքային պաթոլոգիաների ժամանակ մենք դեռ չենք կարող աշխարհում չկա դեռ տվյալներ, որ կարողանանք կանխագուշակել։ Տասնյակ տարիներ առաջ նման ուռուցքները չէին հեռացվում վիրահատական միջամտությամբ, իսկ այսօր հստակ ցուցման եւ միջազգային գործելակարգի համաձայն հնարավոր է կատարել նման բարդ վիրահատություններ։ Նարեկ Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։